Հայաստանի բնակչության ֆինանսական կարողություններն աճել են և գերազանցել ազգային թիրախները, Կենտրոնական բանկում կայացած ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի երկրորդ փուլի ավարտական նիստում ամփոփվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին 5 տարում կատարված աշխատանքներն ու ֆինանսական կարողությունների գնահատման երրորդ ազգային հետազոտության բարոմետր 2025-ի արդյունքները։ Ֆինանսական կարողությունների ինդեքսը 25 թվականին հասել է 56.5%-ի, ինչը բարձր է ինչպես 25 թվականի համար սահմանված 50% թիրախից, այնպես էլ 31 թվականի երկարաժամկետ նպատակային ցուցանիշից, որը 55 է։ Ամպերախորհրդատվական ընկերության իրականացրած հետազոտության արդյունքներով վերջին 5 տարում ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9.7%-ով, սակայն կան ոլորտներ, որտեղ դեռևս մեծ անելիք կա, մասնավորապես խոսքը պարտքային վարքագծի կամ գերպարտքային ռիսկերի մասին է, ընդգծում է Կենտրոնական բանկի նախագահը։ Հարցվողների 56%-ը շուրջ պարտք է ունեցել, իսկ վարկ ունեցողների շրջանում ժամկետանց պարտավորություն ունեցողների մասնաբաժինը կազմել է 19%։ Պարտք վերցնելու մասին ըստ ընկալումների մարդիկ մտածում են ճիշտ, բայց իրական որոշումները երբեմն հակասում են։ Հարցվածների 93%-ը նշել է, որ մերժում է կասկածելի ֆինանսական առաջարկները, 89%-ը չի տալիս գաղտնաբառն ու փին-կոդը ուրիշներին։ Տնից դուրս գալուց մեր դուռը փակում ենք, սակայն երբ որ ինչ-որ մեկը մեզ հարցում է ուղարկում մեր թվային տիրույթ մտնելու համար, մենք առանց հասկանալու այդ հնարավորությունը տալիս ենք, ստեղծելով զեղծարարների համար մեծ հնարավորություն, ինչը նաև ազդում է ընդհանուր հասարակության վրա։ Ծրագիրը միտված է օգնելու բնակչությանը ձեռք բերել ֆինանսական գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վարքագիծ, որը անհրաժեշտ է անձնական ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար։ 2014 թվականից մեկնարկած ծրագիրն իրականացվում է 4 փուլով։ Սկսած դպրոցական տարիքի երեխաներին կրթելուց շատ համակարգված մոտեցում է կիրառել դասագրքերում կոնկրետ առարկաների մեջ ներառելու ֆինկրթման տարրեր, որոնք առաջին հայացքից գուցե չթվան, որ ֆինկրթմանն են վերաբերում, բայց դա վերաբերում է մարդու վարքագծին սպառելու և խնայելու։ Ֆինանսական կրթությունը ներդրված է նաև դպրոցական ծրագրում «Ես և շրջակա աշխարհը», մաթեմատիկա, հասարակագիտություն և այլ առարկաներում տարեկան ընդգրկելով շուրջ 320,000 աշակերտի։ Ծրագրի իրականացման համար վերապատրաստվել է մոտ 10,000 ուսուցիչ։ Մենք ապրում ենք մի աշխարհում, մի իրականության մեջ, որտեղ որ ֆինանսական տարբեր գործիքներից օգտվելը, սեփական բյուջեն պլանավորելը, կարողանալը նաև վերահսկելը, սեփական ֆինանսական գործունեությունը դառնում է առանցքային մարդու բարեկեցության կյանքի որակի համար եւ մենք նաև տեսնում ենք, թե ինչպես ոչ պատշաճ գիտելիքի, ոչ բավարար գրագիտության հետևանքով մարդիկ հայտնվում են նաև բարդ իրավիճակներում, տարբեր ֆինանսական խարդախությունների զոհ են դառնում։ Թե ֆինանսական գրագիտության մակարդակի դրական աճ կա, բայց կան նաև լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ, նկատում է Անդրեասյանը։ Մենք միշտ պիտի մտածենք բնակչության ամենախոցելի հատվածների մասին, նրանց, ում մենք չենք հասնում մեր այլ, այսպես ասած, խողովակներով եւ հասկանանք, թե ինչպես կարող ենք հենց այս մարդկանց հասցեագրել եւ դարձնել մեր աշխատանքի մաս։ Կառավարությունը նախատեսում է հասարակական կազմակերպությունների եւ համայնքների հետ գործակցությամբ տարբեր մարզերում բացել երիտասարդական կենտրոններ, որոնց կարևոր անելիքներից մեկը լինելու է ֆինանսական կրթության իրականացումը։ Այս կենտրոններում ոչ ֆորմալ կրթություն կստանան նաև որևէ տեղ չսովորող եւ չաշխատող երիտասարդները։ Ուրիրում Կրչյան, Աշխոտ Խաչատրյան, լուրեր։